պատահականությունների շղթա եղավ, շարք եղավ, որը ինձ դարձրեց դերասան։ Իսկ ձեր ընտանիքը աջակցում էր այդ ընտրությունը։ Ինչ պետք է հիմա դիպլոմա։ Արդեն բերում ես։ Այո։ Դրանից ավելի ինչ։ Եթե դուք կարող եք զբաղվել ցանկացած այլ բանով, մի ընտրեք դերասանի մասնագիտությունը։ Այդտեղ հասկացա, որ դերասան եմ դառել արդեն։ Ողջույն բոլորին, ես Լուիզան եմ Ստաֆեմից, բարի գալուստ Beyond Podcast։ Կարճատև դադարից հետո շատ ուրախ եմ հայտարարել, որ մենք վերսկսում ենք Beyond Podcast-ի մեր թողարկումները։ Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում դիտում էին մեր էպիզոդները, գրում էին, առաջարկում էին տարբեր հյուրեր, եւ հիմա արդեն մենք վերսկսում ենք։ Նաև շատ ուրախ եմ հայտնել, որ մենք կատարել ենք մի շարք փոփոխություններ ֆորմատային, նորություններ, որոնց որ այս ընթացքում ձեզ ծանոթացնելու ենք։ Իրականում Beyond Podcast-ի առաքելությունը չի փոփոխվել։ Նպատակն է ձեզ ծանոթացնել հետաքրքիր մարդկանց հետ, հետաքրքիր մասնագիտությունների հետ, մարդկանց, որոնք իրենց ոլորտում, իրենց ճանապարհին մեծ ձեռքբերումներ են ունեցել, մեծ դասեր են քաղել եւ պատրաստ են կիսվել։ Առաջին ֆորմատային փոփոխությունը, որը որ մենք այս նոր եթերաշրջանում կներկայացնենք, դա մեր տաղավարից դուրս ֆորմատն է։ Այսօր գտնվում ենք Կինոյի տանը, Սինեմատեք թանգարանում, եւ նման տաղավարից դուրս ֆորմատներ այսուհետ ունենալու ենք ավելի հաճախ։ Եվ շատ մեծ հպարտությամբ ցանկանում եմ ներկայացնել մեր նոր եթերաշրջանի առաջին հյուրին, մեծ պատիվ է ինձ համար այսօր ողջունել պարոն Ալեքսանդր Խաչատրյանին, պարոն Խաչատրյան, բարև ձեզ, ողջունում եմ, շնորհակալություն շատ հրավերս ընդունելու համար։ Ալեքսանդր Խաչատրյանը 5 տասնամյակ եւ ավելի թատրոնի եւ կինոյի դերասան է եւ նաեւ ունի հեղինակային նախագիծ, պրոդյուսերական եւ խոսելու ենք իր մասնագիտական անչափ հետաքրքիր ուղու մասին։ Պարոն Խաչատրյան, իսկապես մեծ պատիվ է։ Ես գիտեմ, որ շատ կարճ այց եք պլանավորել Հայաստան եւ այս ընթացքում այո, մի քանի օր մեզ այսօրվա այս 1 ժամը հատկացնելը շատ մեծ նշանակություն եւ նաեւ թե որտեղ ենք մենք, շնորհակալություն շատ Կինոյի տանը մեզ հյուրընկալելու համար։ Սկսենք։ Ուրեմն առաջին հարցը, որի մասին կուզեմ խոսել, թատրոն մտնելու ձեր պատմությունն է։ Եվ լսելով այն հասկանում ես, որ պատահականություններ չեն լինում ուղղակի։ Այսինքն ամենակարևոր բաները, ինչ որ չգիտեմ, գուցե ի վերուստ են կամ մի խոսքով։ Քանի անգամ արդեն ինտերվյուներում պատմել եմ, որ իմ մուտքը թատրոն շատ պատահական եղավ եւ այսինքն պատահականությունների շղթա եղավ, շարք եղավ, որը ինձ դարձրեց դերասան, որը ինձ բերեց թատրոն։ Եվ ես ունեմ մի հորեղբոր տղա, որը այդ ժամանակ տպագրիչների, ես չգիտեի էլ այդ մասին, տպագրիչների ակումբում, սիրողական թատերախմբում ներգրավված էր։ Եվ մի անգամ պատահական շատ փողոցում հանդիպեցինք, ինքը ինձ ուղղակի քաշ տալով տարավ այդ խումբը, իրանք դերակատարի պակասում էին։ Այո։ Տարավ այդ խումբը եւ ունես եղավ, որ ես գրավվեցի այդ process-ով։ Աշխարհով։ Հա, այդ աշխարհով, ու երբ որ ես դպրոցը ավարտեցի էքստերն, այսինքն մի քանի դասարան մի անգամից, որտեղ շատ էի շացել արդեն։ Հա, մեր աուդիտորիայի հետ կիսվեմ, ասեմ, որ պարոն Խաչատրյանը 8-րդ դասարանից հետո դուրս է եկել եւ որոշել է, որ պետք է ինքնուրույն լինի, աշխատի, չնայած դրա կարիքը չի ունեցել, բայց հետո եթե ճիշտ կգտնեք, կկիսվեք, թե ինչի արդյունքում որոշել եք վերադառնալ դպրոց եւ էքստերն հանձնել։ Չէ, ուղղակի դա մի քիչ բան պատմություն է, ես չգիտեմ, արդեն մի երկու անգամ երևի պատմել եմ։ Իմ ծննդյան օրն էր, որ շատ անձրևոտ օր էր, աշնանային օր։ Ստացվեց նրանց, որ ես մենակ էի, չկար ընկեր, ու անձրևից փախնելու համար մտա կինոթատրոն։ Չէ, բանի երկաթուղայինների ակումբում ֆիլմեր էին ցույցադրում, մտա այդտեղ ուղղակի անձրևից փախնելու համար։
Եվ բարձրացած որ ցույց են տալիս Միքելանջելո ֆիլմը, իր կենսագրականը, իր աշխատանքները եւ այլն եւ որ տեսա որ իդեպ իմ 19-ամյակն էր այդ ժամանակ ու երբ տեսա որ Միքելանջելոն 18 տարեկան քանդակել է Դավիդը, իդեպ վիրավորվեցի։ Նույնիսկ իմ վիճակի համար այն առումով որ դու արդեն 19 ես, հեսա շուտով արդեն մեծ մարդ ես դառնալու, եւ ոչինչ չես արել մինչև հիմա, եւ որոշեցի, որ դե քանի գիտեինք այդ ժամանակ ամեն ինչի սկիզբը նախ դպրոցի ավարտականն էր։ Որոշեցի, որ դպրոցը ավարտեմ այնուամենայնիվ, ինչքան էլ չէի սիրում դպրոց գնալ բան, բայց որոշեցի, որ պետք է ավարտեմ։ Փնտրեցի քաղաքում, որտեղ կա այդ ժամանակ էքստերն քննությունների ամեն տարի գրեթե որևէ դպրոցում մեկ դպրոց դպրոցում քաղաքում կազմակերպում էին էքստերն քննություններ։ Եվ 8-ին 10, 11 դասարաններ մոտավորապես 27-30 քննություն բոլոր առարկաները պետք է տայի։ Ես սկսեցի պարապել։ Պարապեցի եւ քննությունները տալուց հետո ավարտականը վերցրեցի եւ ես միշտ մտածում էի ժուրնալիստիկայի մասին կամ բժշկության մասին։ Ընտանիքում կային բժիշկներ։ Մայրս էր բժիշկ եւ երբ որ ավարտեցի այդ տարի առաջի անգամ Սունդուկյան թատրոնը բացում էր ստուդիա։ Այո։ Եվ ես չգիտեի այդ մասին, ես չգիտեի որ ստուդիայի ղեկավարը ինքը Վարդան Աջեմյանը պետք է լինի։ Եվ մեր քննությունները ավելի վաղ էին սկսում, քան մյուս քննությունները, մտածեցի որ կհասցնեմ դեռ ուրիշ ինստիտուտ տալու, փորձեմ։ Եվ փորձեցի, միշտ էսօր։ Այո, իսկ ձեր ընտանիքը աջակցում էր այդ ընտրությունը դերասանի ընտրությունը ստուդիա դիմելը։ Իմ ընտանիքը գրեթե տեղյակ չէր։ Իմ ավարտելու, դպրոցն ավարտելու մասին եւ չէ ասել որ աջակցում էին, որտեղ երբ որ ասացի որ ընդունել եմ թատերական ստուդիան, ինձ բանով թերահավատորեն ընդունեցին, դե ինչ ինստիտուտ է, դու ես ընդունել, որովհետև հետո արդեն տարիներ անց դեն ժամանակ գիտեք դիպլոմ ունի, դիպլոմ բան մեծ նշանակություն ուներ ընդհանրապես եւ հետագայում արդեն երբ որ ստուդիան ավարտեցի, երբ որ արդեն թատրոնում էի աշխատում Սունդուկյան թատրոնում, դիմեցի Վարդան Աջեմյանին, ասացի Վարդան գիչ, ուզում եմ դրամ ինստիտուտ։ Ինչ պետք։ Ինչի համար ես գնում։ Դե Վարդան գիչ դիպլոմ։ Ինչ պետք է հիմա դիպլոմը։ Արդեն բերում ես։ Այո։ Դրանից ավելի ինչ։ Մի խոսքով չթողեց։ Հա։ Չթողեց եւ մնացի առանց դիպլոմի։ Շատ լավ։ Իսկ ձեր ծնողները որ կհիշեք որ ներկայացմանն են առաջինը եկել։ Հետաքրքիր է այդ թերահավատորեն վերաբերել։ Ներկայացմանը չէ, բայց առաջի ֆիլմը որ ցուցադրվում էր ստեղ կինոյի տանը լքված հեքիաթների կիրճը թե ժայռն էր կարծեմ։ Ժայռն էր։ Ֆիլմից հետո ծնողներս հրավիրել էի ֆիլմին։ Ֆիլմից հետո ինչ-որ մեկը մոտեցավ հորս եւ ասաց ներողություն դուք Ալեքսանդր Խաչատրյանի հայրն եք։ Ասաց ոչ Ալեքսանդր Խաչատրյանը իմ որդին է։ Ու ասենց հասկացա որ հայրս հպարտ է ինձանով ու այդ անընդհատ այդ խոսելը որ դու կորած մարդ ես, մարդ չես դառնա, արդեն վերջացան։ Փոխվեց։ Շատ հետաքրքիր է։
Պարոն Խաչատրյան, ձեր պատմելուց ես մի քանի անձնային հատկանիշ արդեն եւ նաեւ ձեր հարցազրույցները դիտելիս, ձեր ֆիլմերը մի քանի անձնային հատկանիշներ առանձնացրեցի, նպատակասլացությունը, աշխատասիրությունը, այ որ անձնային հատկանիշներն են, հենց կոնկրետ անձնային, հա, ոչ թե մասնագիտական հմտությունները, որոնք որ որոշում են լավ դերասանի ապագան եւ որոնք են որ հակառակը կարող են խանգարել այդ ճանապարհին, հաջողության հասնել ճանապարհին։ Ես 4 դասարանում մնացի նույն դասարանում։ Ինչի մնացի, որովհետեւ երբ որ դպրոցը կայարանի մոտ էր, եւ երբ որ գնում էի դպրոցից իջնում էի, չէի մտնում դպրոց, գնում էի կայարան, նստում էի սպասասրահում, եւ գիրք էի կարդում ուղղակի կարդում էի։ Եվ այդ տարի մնացի դասարանում, որտեղ դասը գրեթե չէի գնում, հա։ Եվ այդ ինչի եմ դա ասում, դա նպատակային չէր, ուղղակի ես շատ էի սիրում կարդալ, դերասանը պետք է ինտելեկտուալ լինի։ Դերասանը պետք է շատ բան իմանա եւ աշխարհի եւ կյանքի մասին եւ ընդհանրապես մարդկային հարաբերությունների մասին, որովհետեւ գիտեք ինչ, խելացի լինելը երևի թե ամենամեծ գրավականն է լավ դերասան դառնալու, ասեմ ինչի, որովհետեւ դու կարող ես ոնց են ասում են կրթությունը, հետո papan maman վերևից տրվածը։ Հիմա այն Աստծո մատը հələ հանենք մեջից, բայց երբ որ դու խելացի ես, դու կարողանում ես խելացի կառուցել քո դերը, դու կարողանում ես այն էմոցիոնալ կտորները այլ կերպ, ոչ ճչալով, ոչ լացելով, բան չգիտեմ, այլ կերպ ներկայացնել։ Դա էլ արդեն խելքի բան է, ավելի շատ քան ճիշտ է, կա որևէ մասնագիտության մեջ կա արհեստի մասը եւ կա արդեն այն ինչ որ Աստծուց է, այն ինչ որ Աստծուց է տրված։ Ոնց են ասում, Սունդուկյանին ասում են բախտն է լավ թե փողը, ասում են երկուսը մետի թե Աստծուց կուտա։ Հիմա եթե երկուսը միտեղ կա, ավելի լավ իհարկե։ Բայց ես կարծում եմ, որ խելացի լինելը դերասանի համար ավելի հիմնական գրավական է, որովհետև ինքը էմոցիաները այդ դեպքում ինքը էմոցիաները կարող է ներկայացնել շատ ավելի խելացիորեն եւ ազդեցիկ, քան ասենք բորաճշա ու լացի։ Հասկանալի է։ Ավելի կշռադատված կամ ավելի Չէ, երեք ուղղակի նայի կամերայի մեջ եւ մտածի կամ ցույց տա, որ մտածում են ինչ-որ շատ կարևոր բանի մասին, այն ժամանակ, երբ որ իրանից էմոցիաներ են պահանջվում, բայց իսկ հանդիսատեսին դա ավելի կարող է ցնցի, այդ իր սառը հայացքը։ Այո, քան այն ինչ-որ պահանջում է։ Դժվար է դերասանի մասնագիտությունը։ Տենց 1-ից 10։ Ես գիտեմ, որ այլ մասնագիտություններ կարճ ժամանակով 10, 1-ից 10։ Բրիտանացի հայ։ Համենայնիվ ես կարծում եմ, եթե գիտեք ինչ, եթե դու երևի թե բոլոր մասնագիտությունների մեջ է, այդպես, եթե դու չես տրվում ամբողջությամբ քո մասնագիտությանը կամ որևէ դերի, որևէ էպիզոդի, դու պետք է 100%-ով տրվես այդ գործին, այդ էպիզոդին, սա է դժվար։ Ամեն անգամ լիարժեք տրվելն է դժվար։ Որտեվ ինչ-որ գալիս է մի տեղ, որ մտածում եմ, լավ է տեխնիկապես կանեմ, կանցնի գնա։ Բայց դա հնարավոր չի։ Բայց դա չի։ Բրիտանացի հայտնի դերասաններից մեկը այդպիսի վիդեո էր հետաքրքիր, ասում էր, եթե դուք կարող եք զբաղվել ցանկացած այլ բանով, մի ընտրեք դերասանի մասնագիտությունը, եթե կարող եք ցանկացած այլ բան, ինքան անկեղծ էր ասում Էմիլիա Կլարկը, ու եթե հիմա ես ես այդ ասեմ, հայտ նախադասությունը խնդրեմ շարունակել, մի ընտրեք դերասանի մասնագիտությունը, եթե այդ եթե եթե դա ինքը շատ հստակ է ասել դերասանուհին, իհարկե,
Իսկապես, եթե կարող եք ուրիշ բանով զբաղվել, եթե չեք գտնում, որ դա ձեր կյանքն է, ձեր ամեն ինչն է, ավել քան ընտանիքը, եթե չեք գտնում, որ դուք ծնված եք դրա համար, ուրեմն մի ընտրեք այդ մասնագիտությունը, որովհետև իմ օրինակը բան չի, ես պատահական ընկա ու հետո հասկացա, որ երևի թե ուրիշ որևէ բան անել չէի կարող։ Կամ ինչ որ անեի, ասած Սարոյանի սիրտս միշտ լեռներում լինելու եւ Իսկ օրինակ պատկերացրեք ընտրեիք ժուրնալիստի մասնագիտությունը կամ բժշկի ու մեկ էլ, չգիտեմ, ինչ որ հրաշքով կամ պատահականությամբ հայտնվեք նկարահանման հրապարակում կամ թատրոնում։ Հեչ մտածել եք դրա մասին։ Ես կարծում եմ, որ ուշ թե շուտ ես գալու էի դրան, որ իմը սա է։ Հա, հասկանալի է։ Որտեվ շատ մարդիկ, երեխաներ, մանկուց երազում են, եթե Չէ, ես մանկուց չեմ երազել։ Գիտեմ, որ ձեր, ու սենց պատմություններ են, որ գալիս են Հոլիվուդի աստղերին էլ ամիսներով մեքենայի մեջ են քնում, կոֆե են տանում, բերում, սուրճ են, մի խոսքով, այսինքն այնքան մեծ է այդ մղումը ու մեծ երազանք այդտեղ հայտնվելու, իրանք գիտեն, բայց շատ դեպքեր գիտենք, երբ որ ուղղակի ոնց որ ձեր դեպքում ոնց որ պատահական մարդը հայտնվել է եւ հետո դարձել է մեծ դերասան։ Պարոն Խաչատրյան, դուք տեսել եք հայկական կինոյի ոսկե դարը եւ բազմիցս նշել եք ձեր հարցազրույցներում, որ երջանիկ եք, որ աշխատել եք նման մեծությունների հետ։ Եթե համեմատենք այն դարաշրջանը, որը որ ոսկե դար է անվանվում, երբ դուք եք մտել փաստացի կինոյի, թատրոնի ոլորտ եւ հիմա ինչն է գեր փոխվել եւ ինչն է ամեն դեպքում այն էությունը մնացել նույնը։ Եթե մեր հիմիկվա ժամանակակից ինդուստրիան նայենք։ Հիմա մենք ունենք պրոֆեսիոնալիզմի պակաս։ Հիմա մենք ունենք գիտեք Ռուսերեն լավ բառ կա, բրոսովայ отношение։ Մենք ունենք նրանց իմիջիայլոց վերաբերմունք մեր այդ մասնագիտությանը։ Եվ այսօր մարդիկ կարծում են, որ եթե իրանք մի ֆիլմում նկարվեցին, արդեն վերջացավ աստղեն, բացի դա, իրանք արդեն դերասան են։ Բայց տենց չի, դերասան դառնալու համար երևի թե պետք է նախ կրթություն ունենալ, հետո խելք ունենալ, որ գալ հասնել այդ մասնագիտությանը եւ հասնել ինչ հասել է դերասանություն, ինչ հասել է դերասան դառնալ կամ դերասան լինել։ Ես շատ մարդկանց եմ տեսել, որոնք մի ֆիլմից հետո զարմացել են, ինչ չեն կանչում նորից ֆիլմում նկարվելու։ Նկարվեցին, չէ, հերոս նկարվեցինք, ինչի։ Եվ գիտեք, դա է, որտեվ իրանք չեն տեսնում կողքից։ Ես մինչև հիմա չեմ կարողանում ինձ նայել էկրանի վրա։ Հետաքրքիր է։ Ես առաջի անգամ ես էլի ասել եմ այդ մասին, բայց նորից կասեմ, քանի հարցը տես տրվեց։ Ես երբ որ ժայռ ֆիլմներ, իմ առաջի ֆիլմը, ես զուգահեռ երկու ֆիլմում սկսեցի նկարվել, ժայռը եւ լքված հեքիաթների կիրճը։ Ուրեմն առաջի ֆիլմը, որ ես նայում էի էկրանի վրա, ինձ ժայռն էր եւ պատկերացեք, էկրանի վրա դուք ես տեսնում ես, ձայն չկա, մենակ բասում փակում ես բերան, ձայնը հետո պիտի ձայնանալու էր։ Տեսա ու ապշել էի, թե ես ինչ այլանդակություն, հա։ Իսկապես ու ամենայն անկեղծությամբ ես այդ մատերիալը նայելուց հետո մոտեցա ռեժիսորին, որ կինոստուդիայից գծված էր Վարդան Աջենյանի բեմադրությունը անմահացնելու, ես մոտեցա ռեժիսորին, ես ասացի Արկադի Պետրովիչ, խնդրում եմ, ես էլ չեմ նկարվել այս ֆիլմում, խնդրում եմ ուրիշ դերակատար գտեք։ Փոխեք ինձ։ Մանավանդ ներկայացման մեջ ես չէի խաղացել,
Ես ուղղակի ֆիլմում Ֆիլմում, խաղացի։ այո։ Խնդրում եմ փոխեք ինձ։ Արվեզ Պետրովիչը ջղայնացավ, հազար անգամ ասել եմ դերասաններին, մի թողեք մատերիալ նայեն, էս ինչա։ Հա, ինքը գիտեր արդեն։ Էս ինչ։ Եվ անցավ, հետո ես լուրը հասա Վարդանիկիչին իհարկե, կանչեց։ Ասի Վարդանիկիչ, ինչ հիմար բաներ ես անում, չեմ նկարվել որն է։ Ասի Վարդանիկիչ, տայլանդակությունն է էկրանում, ոնց կարելի է։ Հիմար բաներ ես խոսում, շատ էլ լավ է, կգնաս ու կնկարվես։ Ասի չէ Վարդանիկիչ, ես չեմ նկարվել։ Ես թատրոնից կհեռացնեմ։ Սպառնացել է։ Հա, չէ, ասես թատրոնից կհեռացնեմ։ Ու մի քիչ սկսեցի մտածել, գուցե ես չեմ հասկանում։ Հետո ինձ արդեն չէին թողնում բանը նայելու, մատերիալ նայելու, բարձրանում է այն բանի խուսակա կամերա պրոյեկտորը, խուսի կողքի քառակուսի պատուհանը կար, այդ պատուհանից էի նայում, որ բանի մեխանիկի կաբինայից, որ չտեսնեն էլի, որ նայում եմ, եւ կամակ մինչեւ այսօր չեմ կարողանում ընտելանալ իմ տեսքին էկրանի վրա։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է, որովհետեւ միշտ բան եմ անում, միշտ թերություններ եմ գտնում, միշտ տեսնում եմ, որ սխալ վարք ունեմ, սխալ եմ պահում ինձ, սխալ պահվածք ունեմ, ինչ-որ մի բան սխալ է, տենց չի, որ ընդունելի է։ Բայց այդ երևի շարժիչ ուժա ինքնակատարելագործվելու։ Երևի, այդ էլ պատմություն ունի եւ մտածում եի, որ երևի մարդիկ չեն նկատում։ Հա, դուք նկատում եք, իրենք ոչ։ Հա, իրանք չեն նկատում, եթե չեն նկատում, ինչ ասեմ։ Դե ավելի լավ։ Հա, հետո եղավ մի դեպք, որ ես մատերիալ նայեցի այդ ժայռում ու մտածում եի, վայ, ոնց հիմարացա ես, ոնց, բայց այդտեղ էս բանը կար, էս ենթատեքստը կար, էս ասելիքը կար, ոնց չդրեցի տողատակերում, ոնց չասեցի։ Բայց դե արդեն նկարված է, դրճացած է։ Բայց եղավ հնարավորություն, հորս դերակատարը հիվանդացավ եւ փոխարինվեց Մալյանով։ Ասի, այ հիմա կանեմ այն ինչ որ պետք է անեմ։ Արեցի։ Հետո որ նայեցի այդ մատերիալը։ Ես բանը շտկեցի, հետաքրքիր է։ Բա սրանք ոչ չի։ Հետո ես հասկացա, որ դա բան է, թատրոնում սենց փոքր դերի սինդրոմ կա, էլի։ Երբ որ ուզում ես սաղ չխաղացածը դերերը մի էպիզոդի մեջ լցնես ու չի ստացվում։ Մի խոսքով հասկացա, որ դա պրոցես է, որը ամեն նայելուց հետո դու նորից բան ես գտնում, որը չի ասվել, որը կարող էր լինել այդտեղ, որը այսինքն այդ անվերջանալի պրոցես է երևի, ստեղծագործությունը երևի տեղը տենց է սկսում։ Հա, ես իհարկե ոչ արվեստի ոլորտում կամ դերասանական աշխատանքի ոլորտում, բայց շատ այլ ոլորտներում հանդիպել եմ մարդկանց, ես ինքս էլ երբեք իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ լինում։ Այդ երևի բնավորության գիծ է կամ ես դա համարում եմ որպես շարժիչ ուժ օգտագործելու, ավելի բարելավելու, իհարկե ամեն անգամ էլի ինչ-որ մի բան մնում է, որը որ բարելավելու տեղ ունի։ Եթե վերադառնանք ներկայիս ինդուստրիային, հա, կինոինդուստրիային, դե թատրոնի, ինձ թվում է թատրոնի առումով շատ մեծ չի անգլերենով լավ բառ կա gap ասվածը, հա, այդ տարբերություն ասվածը, բայց կինոյի մասով, օրինակ հիմա մենք այստեղ ենք, ես նայում եմ 70-ականների, 80-ականների, 60-ականների ֆիլմերը, որոնք որ իսկապես դարակազմիկ, հա, ստեղծագործություններ էին։ Ինչի այսօր չունենք կամ շատ քիչ ունենք նման գործեր։ Թանկա, պրոֆեսիոնալիզմն է, այն ժամանակ պետություններ հովանավորում։ Ես իսկապես այդ հարցը, հա, ինձ կարծում կոմպլեքսային է, եւ թանկա, այն ժամանակ պետությունն էր վճարում ամեն ինչի համար, եւ պետությունն էլ հավաքում էր ամեն ինչ։ Եվ
Հետո այսօր որ ընտրությունը ավելի մեծ է, դրսի ֆիլմերը շատ մրցակցությունը մեծ է ավելի։ Հանդիսատեսը ավելի բարձրաճաշակ է դառել։ Հակառակ մեր մասնագիտական բանին, որը իմ կարծիքով մի քիչ սկսել է զիջել ոչ պրոֆեսիոնալիզմով իր, կինոն մի բան ունի, որ ավելի public է, ավելի ժողովրդականություն է վայելում, քան թատրոնը, որ թատրոնի դարիճը սահմանափակ է։ Եվ ներկայացումը 3-4 ժամ թատրոն 1000 հոգի եւ վերջից կինոթատրոն կինոն գնում է տարիներով, ամիսներով եւ ավելի մեծ հանդիսատեսի խումբ ունի, քան թատրոնը։ Եվ հետո կինոն գիտեք ավելի մարդկային է այն առումով, որ հանդիսատեսը տեսնում է դերասանի աչքերը, հանդիսատեսը տեսնում է դերասանն ասում է ես քեզ շատ եմ սիրում, բայց հանդիսատեսը տեսնում է որ օլա էս ինչ սուտ է ասում, էմոցիաների պալիտրան շատ մեծ է։ Հա, հանդիսատեսը ավելի մոտ է կանգնած կատարվողին, քան թատրոնում։ Թատրոնում այդ ռամպան ու դահլիճի հեռավորությունը թույլ չի տալիս դերասանի աչքերը տեսնել, դերասանի խաղը տեսնել։ Իսկ կինոն ունի այդ հնարավորությունը եւ հետո կինոյի դաժանությունը գիտեք որն է, որ թատրոնում այսօր ներկայացումը sense խաղացիր, վաղը կարող ես փոխել։ Կինոյի դաժանությունը այն է, որ մեկ արվեց վերջացել։ Այո։ Բրսավ, ինչ արեցիր։ Հա, այդքան մարտելի նորից վերել միանգամից։ Իսկ եղել է ինչ որ դեր, գուցե ձեր կարիերայի վաղ շրջանում, որը դժվար է տրվել կամ տենց ինչ որ լուրջ մարտահրավեր եք հաղթահարել, որից հետո հետ եք նայել, տեսել եք, որ դուք փոխվել եք ու աճել եք կամ ինչ որ այլ կերպ եք նայում ձեր մասնագիտությանը, այդպիսի դեր կհիշեք։ Ես երևի բախտ եմ ունեցել խաղալու իմ ժամանակի ամենամեծ դերասանների հետ։ Դե սկսել եմ իմ ֆիլմ արվեստի մեջ որ դնել առաջի ժայռը, այո, որ Գուրգեն Ջանեբեկյանն էր, որ ես դիտել եմ ժայռը, հա, ինչ կարգի դերասան էր եւ գիտեք համ վախ կար, մի անգամ Արմեն Ջիգարխանյանին եւ հաջորդ պարտներս, հաջորդ ֆիլմի հենց միաժամանակ գրեթե Արմեն Ջիգարխանյանն էր, արդեն համամիութենական աստղ, արդեն չգիտեմ ինչ, ամբողջ սովետական միությունով սիրված դերասան։ Ուրեմն եղավ մի էպիզոդ այդ լքված հեքիաթների կիրճը բանում, ֆիլմում, որ տեսանագարս հասկանում է, որ չոր կնոջ հետ բաներ ունի, կապեր ունի, կամ հավակնություններ ունի կապերի եւ սենց կախված է ես նստած եմ սեղանին, ինքը սենց կախված է սեղանի վրա իմ գլխավերևը եւ ջղայրը սենց խոսում է, եկել եք պայթացնում եք, չգիտեմ ինչ եք անում, ամբողջ կենթանությունը փախել է, այս անտառներում որոշ չի մնացել, բայց իրականում այլ բան։ Ենթատեքստը այն էր, որ կնոջս հետ գործ չունես։ Այդ է կինոն, որ ասեցիք, որ տարբեր էմոցիաների։ Եվ այս որ ես սենց նայում եմ իրան ու տեսնում եմ իր աչքերի մեջ այդ բանը, ուրեմն Ամերիկայում մի հատ ֆիլմ էի նկարվում, ամերիկյան ֆիլմեր, եւ այնտեղ կանանց են ծախում, ռուսական ինչ-որ մաֆիայի ղեկավարը, բանը, մաֆիոզիա եւ քեֆը մի քիչ լավ, կանգնած խոսում է իր այդ աշխատողներին սաղ հայ-օյով բանը խոսում է եւ կանգնած եմ խոսում եմ մեկի մի դերասանի հետ, որ իրան բան եմ անում, պախարակում եմ, բան եմ անում, արած գործի համար, վատ արած գործի համար եւ այդ դերասանի աչքերի մեջ տեսնում եմ այն, ինչ որ ես էի զգում, ու ասես կինոյի նման աչքիս առաջով անցնում է, ինչ որ ես էի զգում Արմեն Ջիգարխանյանը, երբ որ խոսում էր իմ հետ այդ էպիզոդում ու մի օր
ֆիլմ նկարվելիս երի Արմեն Բարիշինասի Արմեն Բարիշինյանը բանը ուզում պատմեմ ձեզ պատմեցի այս պատմությունը Եթե ուզում ասեի առիթ ունեցաք իրեն այդ նույն բանը պատմեցի այս պատմությունը բայ ոնց էր ուզվել ու ես էլ մի պահ ափսոսացի որ պատմեցի բան բայց ասես լուրջ ես ասում այտենց բան ա եղել ասի հա Արմեն Բարիշիչ ես որ նայում էի մտածում էի ես կմորթի ես մարդը ու բան է ինձ այնպես մեղավորության զգացում կար մեջս ասի չէ ու հասկացա որ այդտեղ հասկացա որ դերասան եմ դառել արդեն Տակրկիր է այսինքն դուք ունեցել եք հզոր ուսուցիչներ ու կերտվել է ձեր դերասանական տաղանդը այդ ուսուցիչների միջոցով կարելի է եւ տենց ասել որովհետեւ իսկապես ես չգիտեմ ես այն եզակի բախտավորներից եմ երևի ով խաղացել է որտե բոլորի հետ խաղացել եմ բոլոր Ավետ Ավետիսյանի հետ եմ խաղացել ու մենք Հրաչյան Ներսիսյանին չտեսա ցավոք շատ եմ ցավում որտեղ իմ ամենասիրած դերասանն է եւ ամենամեծ ուսուցիչը երևի որովհետեւ արդեն երբ որ մտնում ես թատրոն երբ որ մտնում ես մասնագիտության մեջ կինոն դերասանին դերակատարին նայում ես ուրիշ աչքերով արդեն անկախ քեզանից այո իհարկե եւ ասես մի հատ էպիզոդ էլ պատմեմ որ նկարվում էի բանում այդ սերիալում պատվի համար Հրաչքեշյանը որ ասեց ես խնդրում եմ ուզում եմ որ Էլիզբարով դու նկարվես այո Հրաչյան ես ինչ պատասխանատվության տակ ես ինձ դնում ես ինչ ժամանակակից ասացի այդ անես դերասանը խաղացել որ հիմա խաղալ այդ ասում ես Հրաչյան Ներսյանի հետ անկախ ինձանից հա մրցակից ես դառնում էլի կամ եթե մրցակից էլ չէ համեմատում են ժողովուրդը սենց համեմատելու է եւ մի էպիզոդ կար երբ որ այնտեղ ասում եմ պապս շատ դաժան մարդ էր ու ամեն անգամ երբ որ երազից գալիս է մի վատ բան ալնում այդ ծառայի հետ է խոսում ու սենց խոսում եմ ու սենց գլուխս շուռ եմ տալիս այս կողմ ու տեսնում եմ Հրաչի նկարն է դրել Հրաչի պորտրետն է դրել Հրաչյան Ներսիսյանի պորտրետն է դրել գրապահարանի հետևը սենց որ չտեսա մտածի վայ Հրաչես ինչ ես այսքան հատուկ էր դրել երևի հատուկ էր դրել որովհետև որ բանը երևի հատուկ էր դրել բայց ու երևի հասավ իր նպատակին որովհետև հուզվեցի այդ բանից ես այդ մասը հիշում եմ պարոն Խաչատրյան հա սերիալում այդ մասը հիշում եմ հա ինչ լավ հա տպավորվել այո հա ընդհանրապես շատ տպավորիչ էր իհարկե անխոս այդտեղ ձեր դերը ձեր ներկայացումը դրա մասին խոսք չկա մի փոքր էլ խոսենք Գարունա ֆիլմի մասին հա իհարկե խոսենք դա ձեր փաստացի պրոդյուսերական դեբյուտներ այդպես կարող ենք ասել իմ պրոդյուսերական դեբյուտներ եւ ասեմ որ ես երկար ժամանակ մտածում եմ մի ֆիլմ անել կամ նկարվել մի ֆիլմում որտեղ որ հայրենասիրության եւ պետականության խնդիրը կդրվի էլի գիտեք ինչ մեկ ինձ ասում են բա չես կարոտում մեր հողն ու ջուրը չես կարոտում հա ԱՄՆ-ում ապրելով հա գիտեք ես վիրավորվում եմ դրանից հողն ու ջուրը ամբողջ աշխարհում նույնն է ես ուզում եմ իմ պետությանը կարոտեմ ես ուզում եմ իմ պետականությանը կարոտեմ ես կարոտեմ իմ ժողովրդին իմ վարքու վարքին ու իմ օրենքներին ես դրան եմ ուզում կարոտեմ ոչ թե հող ու ջրին ինչ ասել է հող ու ջուր հա հիմա ես եկել եմ Երևան եւ չէի կարա չգայի այնքան եմ կարոտում որ Իտալիայում շրջագայության գնայինք Իտալիան սեղմեցինք մի քիչ որպեսզի Հայաստան որպեսզի կարողանամ գամ Հայաստան ես գոնե մի 4-5 օրով
մի շաբաթով պիտի գայինք, ելել ռեյսը ուշացավ, ասած, ինչ եմ ուզում ասեմ, հիմա Գարունան ես նստեցի երկար խոսեցինք բանի հետ, սցենարիստի հետ, մեր Հարությունի հետ, երկար խոսեցինք և Հարութը երևի չէր սպասում, որ տենց ֆիլմ կդառնա և մենք ընդեղ ընթացքում մի քանի բաներ էլի իմպրովիզացիա արեցինք, փոխեցինք, բան արեցինք և այդ խոսակցությունները ամբողջ վարքը այս մարդու, ասենք իմ հերոսի, ամբողջ վարքը, որ ինքը ազնվատոհմ ա եղել, դրամատուրգները միշտ բան են, միշտ ազնվական տոհմից են, ազնվական տոհմը, բայց իրանք զինվորական մասն են եղել ազնվատոհմիկ ու ծառայել են պետությանը։ Եվ դա բացի, ես ուզում էի, որ եթե նկատում եք ֆիլմում, ամբողջ ֆիլմում, ինչ հպարտ է պապը նրանով, որ թոռը գնացել է ծառայության։ Դες ուրիշ բան ասեմ, ես Իտալիայում, որ այրոպորտում էինք, գնում էինք նստելու ինքնաթիռ, մի հատ երեխաներ կային շատ, այդ IT-շնիկներ, IT սովորող երեխեքներ էին, չգիտեմ, անգլերեն էին խոսում, լավ վարժ անգլերեն էին խոսում, հետո հասկացա, որ խոսեցինք բան, հասկացա, որ իրանք Ամերիկայից են Հայաստանում սովորում են չգիտեմ ինչ, ու տղայի հետ խոսք եղավ, ասի քանի տարեկան ես տղային, հարցրեցի, ասաց, դե հեսա գնալու եմ ծառայության, ասի գնում ես ծառայես, ասաց անպայման։ Գալիս էր Հայաստան։ Հա, գնալու եմ, հա, իհարկե հեսա հենց ավարտում եմ ու գնամ ծառայության։ Վայ նենց հուզվեցի չէի պատկերացրի։ Նենց բան եղավ, որ տես երեխան արդեն պետություն է, արդեն պետական մտածելակերպ է։ Երեխա ինքը գործիչ չի լինելու, պետական գործիչ չի լինել, չի դառնալ, բայց ամեն քաղաքացին պետք է մտածի, որ ինքը պետության մաս է, դրա համար եմ ես ասում, որ ես ուզում եմ իմ պետությունը սիրեմ, ուզում եմ իմ պետությանը կարոտեմ ու ուզում եմ, որ իմ պետությունը այնպիսին լինի, որ յուրաքանչյուր մարդ ուզենա այս տեսակ պետության մեջ ապրել։ Ինչն է ամենադժվարը ֆիլմը կյանքի կոչելու, այն առումով, որ դուք միշտ դերասանի դերում եք եղել, հա, եւ հիմա փաստացի դուք ամբողջ ֆիլմի ստեղծման հետևում եք կանգնած եղել եւ պատասխանատուն եղել։ Որն էր ամենամեծ չսպասված բանը, որ եղավ այդ ընթացքում, ինչ սովորեցիք, որ այլ ձևով եք պատկերացրել, հետաքրքիր։ Հիմա եկանք ամենակարևորին, փողը։ Ասեմ ձեզ, եթե դու ունես որևէ գաղափար կամ գաղափարախոսություն, որ ուզում ես ներկայացնել, կինոյի լեզվով այդ ներկայացնելու համար այսօր բավական թանկ հաճույք է կինոն։ Առաջ մենք չէինք անդրադառնում կինոյի արժեքին, շոկայական արժեքին, բան եւ այլն, որովհետեւ կար պետություն, որը հոգում էր այդ ծախսերը եւ կար պետություն, որը վճարում էր ամեն ինչի համար։ Գումար հայթայթել է, որը երևի թե հանգուցային մի մասը, որ գիտեք, ես պայման էի դրել, որ եւ իմ եւ ռեժիսորի առաջ, որ ոչ մի բան զիջելով չենք անելու։ Այո, կոմպրոմիսի չենք գնալու։ Ոչ մի բան կոմպրոմիսով չենք անելու ու չենք ասելու, որ լավ էս էպիզոդը սենց նկարենք, բայց այ հաջորդին բան կանենք, չէ, տենց չի լինելու։ Մենք տենց չենք աշխատելու, ուրեմն պիտի կանգնենք։ Իսկ դրա համար, որպեսզի տենց չլինի, մեզ գումար էր պետք։ Եվ մի խոսքով այդ գումարը ճարվեց, արվեց, դրվեց, սպոնսորներ ունեցանք շատ։ Առաջի ամենամեծ սպոնսորը մեզ եղավ Արլեան ընկերությունը եւ ճիշտ է, արդեն ֆինալային մասում, բայց ամենամեծ սպոնսորը իրանք եղան եւ երևի թե իմ անձնական գումարները, որ ես հավաքել էի կամ բան արել, աշխատել էի ու
վերջին հաշվում այգի ունեի, ստեղ որը վաճառեցի, որտեղ պարտքեր ունեի կինոյի։ Կհիմնեք էլի այգի, պարոն Խաչատրյան։ Կհիմնեք էլի այգի։ Հա, կհիմնեմ։ Ինչի այգի, ինչի հող։ Ասեմ ինչի այգի, որովհետև ես երկար մտածեցի, հետո փորձեցի ինչ որ բիզնեսներով կապվել Հայաստանի հետ, այսինքն ես միշտ ուզեցել եմ ոտս կապված լինի, որ ստիպված լինեմ գալու։ Եվ ասենք ընտանիքում խոսակցություն չլինի, դե ինչի էլի գնում ես, ինչի ես գնում։ Հիմա ինչի ես գնում։ Եվ այգի, որովհետև քիչ մարդկանց հետ ես կապված, ես փորձեցի մի քանի տարբեր բիզնեսներով մտնեմ Հայաստան, չեղավ, չստացվեց, որովհետև այդ տեսակ մտածելակերպին մենք դեռ չէինք հասել այդ ժամանակ եւ այգի դրեցի այն առումով, որ նախ պարափողը ինչ որ ծաղկում է, երկրորդը եկամուտ է եւ երրորդն էլ դու ստիպված չես ամեն օր լինել այնտեղ։ Հա։ Ասենք աշնանը կարող ես բացակայել, ամբողջ ձմեռ կարող ես չգալ, իսկ գարնանը մենք փոքրիկ այգի ունենք, ինչի հարցրեցի, այդ այգին ինչ որ ման ունի, կապում է քեզ երկրին, ծույլ արմատներ ես տալիս։ Հետո զգացի այդ բանը, երբ որ այգին կար, անդադ կարոտում է եպա ծաղկելու, ու իրեսել ընդեղ լնեմ, եփ շշմելու բան է այգին, որ քեզ կապում է եւ հողին եւ տարածքին։ Այո։ Ձեր հարցազրույցից մեկի ժամանակ նշեցիք, որ դուք ձեր ամենակարևոր դերը կամ ամենագլխավոր կամ ամենանշանակալի դեր չեք խաղացել, դեր արժևում է։ Դեռ այդպես եք մտածում։ Հուսով եմ, որ այդպես է։ Շատ լավ։ Իսկ ինչ ծրագրեր ունեք, կա ինչ որ բան ընթացքում, որի մասին կցանկանաք խոսել, որի մասին։ Ծրագրեր միշտ կան, բայց գիտեք, ես չեմ ուզենա ծրագրերի մասին խոսել, հիմա ինձ այնտեղ սպասում է Ռոման Մոշեղյանը, մեր ֆիլմի ռեժիսորը, Գարունայի ռեժիսորը, եւ մենք երևի թե միասին ինչ որ ծրագիր պիտի մշակենք։ Իհարկե ծրագրեր կան, իհարկե ցանկություններ կան, շատ մեծ ցանկություններ կան, շատ մեծ նույնիսկ վախենալու հավակնություններ կան։ Հավակնություն չէ, ուղղակի մեծ ցանկություններ կան եւ մեր մշակույթը ներկայացնելու, եւ մեր մեծերին ներկայացնելու, եւ իհարկե գեղարվեստական արժեք ստեղծելու։ Ես միշտ ասում եմ, որ Հայաստանում, ինչի եմ ես շատ սիրում Հայաստանը, որովհետև Հայաստանում շատ գործ կա անելու։ Ինչ ոլորտին ուզում ես, ինչ ոլորտ ուզում ես մտի, այնքան գործ կա անելու, եւ գործ կա ոչ թե աշխատանք աշխատելու, գումար աշխատելու, այլ իսկապես գործ անել։ Հիմա տենց այդպիսի հիմա դժվար կգտնենք, հա, այդպիսի մի ոլորտ, որ ասենք չէ, այնտեղ ամեն ինչ իսկապես բարձր արդեն զարգացվածության մակարդակի է։ Երեք ինչի դժվար կգտնենք, որովհետև նախ իմ կարծիքով նախ պետք է մարդկանց հետ աշխատել, մարդկանց մտածելակերպն ու հոգեբանությունը բերել այդ մակարդակի, որը այսօր աշխարհում իշխում է, որով աշխարհն է շարժվում։ Հետո նոր փորձել ասենք փոքր ասենք մնացած հարցերը լուծել, որովհետև երբ որ մարդկանց մակարդակը բերում հասնում ես ինչ որ մի բարձրության, անկախ քեզանից դու սկսում ես մտածել այդ ձևով։ Եվ գիտակցության մասին եք ասում։ Հա, գիտակցության մասին եմ ասում։ Հիմա ես չգիտեմ, բայց երբ որ ես տեսնում եմ, որ Հայաստանում հատկապես մարդ մի հատ ծխախոտի մնացորդ կամ նա թղթի կտոր փոքր ձեռքը ընկած բան է փնտրում, աղբաման է փնտրում, որոնք շատ քիչ են, ու դրանց չի գցում ուղղակի։ Ես անց ուզում ու լավ եմ զգում ինձ, մտածում եմ, որ տեսեք մարդը որ մենք եղանք բանում Վերոնայում այդ Ռոմեո Ջուլիետի այդ բան
Բակում, որտեղ որ բալկոնն էր Ջուլիետի հայտնի։ Եվ ես անես նախանձով եմ, բարի նախանձով չէ, իսկական նախանձով էի նայում, թե իրենք ինչպես են պահպանում իրենց արժեքները։ Այն, որ 2000 տարի առաջ, 3000 տարի առաջ ստրոկներն են կառուցել, ու ոնց են իրանք պահպանում այդ։ 3 հատ աղջիկ կանգնած են հենց այդ բակում, որտեղ ապրում էին, այդ բակի պատի անկյունը, սենց անկյունա պատի, այս կողքից կանգնած քերում են ինչ-որ բան են քերում 3 օր։ Ես մոտեցա այս աղջիկին ասեցի, ինչ եք անում, ինչ եք անում, ասես մամուռներն ենք անում վրայից։ Որ չփչացնի քարի վրայից, հա։ Ձեռքով 3 աղջիկ կանանցով բան, գիտեք ոնց են իրանք սիրում իրանք քաղաքը։ Մենք ուղղակի խոսում ենք, մենք մեր Երևանը գիտեք ոնց ենք սիրում ենք ու աղտոտում ենք, սիրում ենք ու քանդում ենք, սիրում ենք ու չացնում ենք մենք։ Գիտեք, ես միշտ հիշում, այդ աղջիկին որ տեսա, հիշեցի, որ երբ որ կինո Ռասիա կինոթատրոնը նոր բացվեց, առաջի օրը, հենց առաջի օրը սաղմստանները չղորտած էին։ Ինչի են անունը Ռասիա դրել։ Այդ որ թվականներ։ Չեմ հիշում։ Հետ սովետական։ Չէ, սովետական շրջաններին գումարն Մոսկվան էր տվել։ Ինչի անունը Ռասիա անելու։ Մենք գնացել էինք գաստրոլների Կիև թատրոնով։ Այնտեղ Լենինի թանգարան կար։ Լենինը ինչ կապ ունի Կիևի հետ։ Երբեք այնտեղ չի ապրել ու երբեք, բայց Լենինի թանգարան կար։ Հսկայական շենք, մարմարով սարքած, գրանիտով սարքած շենք, հսկայական 2-3 էքսպոնատ, մի քանի արգանի, 2-3 էքսպոնատ։ Հարցրեցի, բայց ես չեմ, ոնց մի քիչ էլ բան ասաց, դե վաղը միսօր կարող է Լենինը չլինի, բայց շենքը մեզ պետք է լինելու։ Տակրկիր։ Որովհետև իրանք գիտեն, թե փողը Մոսկվան է տվել, բնականաբար իրանք կառուցել են։ Վաղը միսօր Լենինի թանգարան։ Այո։ Համաձայն եմ։ Պարոն Խաչատրյան, եթե հետ նայեք եւ հնարավորություն ունենայիք ինչ որ բաներ փոխելով շարժվել առաջ, ինչը կփոխեիք։ Կփոխեիք ձեր մասնագիտական ուղու մեջ։ Չէ, էլի նույն ձև 8-րդ դասայից դուրս կգայիք, կգնայիք հետո երևի թե գիտեք ինչ, ես ինչի ասացի պատահականությունների շարք, որը երևի ինձ կարճ ճանապարհով բերեց, այն ճանապարհը, եթե ես ճիշտ սովորեի, եթե ես գնայի դպրոց եւ ավարտեի դպրոցը ռեգուլար ձևով, չգնայի թատերախումբը, չմտնեի այդտեղ, մի հատ փոքր էպիզոդ տվեցին ինձ, այդ դերակատարի պակասն ունեին։ Այո։ Եվ այդ պատահականությունները շղթան չլիներ, ես երևի դերասան չդառնայի կամ դառնայի շատ ավելի ուշ գայի այդ ասպարեզ։ Իսկ ԱՄՆ-ում երբ տեղափոխվեցիք, դրա մասին չհասցրինք խոսել, բայց գիտեմ, որ որոշ ժամանակ ոսկերչական գործի մեջ եք եղել, էդ էլ էր պատահականություն, որ հետ եկաք դերասանություն, թե դերասանական, թե այդ արդեն մղումն էր։ Այդ արդեն մղումն էր, որովհետև ես որ գնացի Ամերիկա, դες ժամանակ այդքան գաստրոլորներ չկային։ Հիմա են, որ օրը մեջ գաստրոլներ են գալիս, դե հասկանալի է մարդիկ փող են աշխատում։ Եվ աշխատանքից ես երկար բան եղա, բայց մի տարի հետո չդիմացա, բեմադրություն արեցի։ Հետո երկրորդը, երրորդը, չորրորդը, մի 5-6 ներկայացում արեցի այնտեղ։ Արդեն ապրելակերպ էր ամեն։ Հա, արդեն ապրելակերպ էր։ Ես մտածում էի, որ վերջացավ, սենց էլ պետք է շարունակվի երևի թե, որովհետև դե արանքում ներկայացումներ կային, որտեղ խաղում էինք, մասնակցում էինք, ես էլ մի քանի բեմադրություն արեցի եւ այտենց։ Այդ արդեն մղում էր։ Մեր վերջին հարցը կուզենամ տենց մի փոքր ուղերձի նման լինի, ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդին, որը ինքն էլ
դեռ չգիտի, հա, ընտրի դերասանական մասնագիտությունը դերասանի այդ ուղին, այդ իր համարը թե չէ, պատրաստ է այդ զողողություններին թե ոչ, ոնց իմանան, շատ կան տենց երիտասարդներ, որոնց ընտանիքները չեն աջակցում, ասում են դե չէ, դժվար է, մենք չունենք դերասաններ մեր ընտանիքում, մենք չգիտեմ ինժեներ ենք, բժիշկ ենք, ուսուցիչ ենք եւ այլն, բայց այդ մղումը, այդ կինոյի աշխարհը անպայման չի դերասան լինել, մեկը կարող է ռեժիսոր ուզում լինի, մյուսը սցենարիստ եւ այլն, այդ կինոյի, թատրոնի աշխարհ այդքան երազող երիտասարդներին։ Դուք հիմա տալիս եք ամենադժվար եւ բարդ հարցը։ Մի բան, որին չկա դեղատոմս, որին չկա ձեր սուբյեկտիվ, հա։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ նախ դերասանը այն մարդը, ով ուզում է դերասան դառնալ, նա պետք է շատ կարդա։ Առաջի հերթին։ Եվ երևի թե պետքա փորձի, բայց գիտեք, այդ շատ վտանգավոր բան է այդ փորձելը, որովհետև ոլորտը այնպեսին է, որ քաշում է քեզ։ Ու դու կամ կխորտակվես, կամ նորից կբարձրանաս։ Ինքը բանի նման է, նարկոտիկի նման է։ Կախվածություն առաջացնում։ Հա։ Ով մտավ այդ ասպարեզ, շատ դժվար է դուրս գալը, շատ։ Պետք է այնքան կամքի ուժ ունենա ու այնքան կարողանա իրան օբյեկտիվ կողքից նայել, որ ինքը որ տեղում է իր այս մասնագիտության մեջ, որ մտածի իրանն է, թե իրանը չի։ Շատ լավ։ Որովհետև հիմա հետո շատ է հեշտացել հիմա, շատ է հեշտացել կինոյում նկարվելը, դերասանությունը։ Հետո հիմա թվային ալիքներն էլ շատ են, այսինքն թվային միջոցները, որի միջոցով դու կարող ես ինքդ քեզ ներկայացնել։ Ու հիմա ավելի դժվար է։ Մրցակցությունը ավելի մեծ է։ Չէ, մրցակցությունը ավելի մատչելի է դառել ամեն ինչ եւ մասնագիտությունն էլ ու քեզ տեսնել մասնագիտության մեջ շատ ավելի դժվար է, որովհետեւ ավելի շուտ օբյեկտիվ գնահատելն է դժվար, որովհետեւ դուրս ես գալիս փողոց մի քանի օր քեզ ճանաչում են, արդեն ֆրծա, ես լավն եմ։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Խաչատրյան, շատ հետաքրքիր էր, շատ բացահայտումներ ունեցա ու հավատացած եմ, որ շատ բանի մասին խոսեցինք այսօր հենց դերասանի մասնագիտության ու այն երիտասարդները, որոնք որ մտածում են դրա մասին կամ սովորում են հիմա գուցե կուզենամ, որ դիտեն եւ հավատացած եմ, որ ինձ համար էլ շատ հետաքրքիր բացահայտումներ այսօր եղան։ Հուսով եմ, որ դուք էլ այս ֆորմատը եւ հարցազրույցը վայելեցիք։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ եթե հանկարծ մեր այս հարցազրույցը իսկապես հետ կթողնի որևէ մեկին կամ մտածելու առիթ դառնա, ես մենակ ուրախ կլինեմ դրա համար։ Հավատացած եմ, որ կթողնի եւ մտածելու առիթ կդառնա։ Շնորհակալ եմ շատ, պարոն Խաչատրյան, եւ մաղթում եմ շատ հաջողություններ, նոր գարունայի եւ ավելի մեծ պրոյեկտներ, որոնք որ ուղղված կլինեն այն բոլոր առաքելություններին, որոնց մասին խոսացինք ու այն կարևոր մտքերը, որի մասին որ կիսվեցիք, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ նաև ձեզնից մեզ դիտելու եւ լսելու համար եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք ստեղծում ենք, այն բովանդակությունը, որը ձեզ համար մշակում ենք, ապա չմոռանաք հետևել մեզ, որպեսզի բաց չթողնեք նոր մեր թողարկումները եւ նաև զանգակի կոճակին էլ չմոռանաք սեղմել, որպեսզի իմանաք երբ կլինի մեր նոր էպիզոդները։